Հանրաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, Վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ռուսիո արտաքին գործոս նախարարության փամփեր Մարիա Զախարովա մեկնաբանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանին մեջ ունեցած վերջին ելույթը անոր շարք հայտարարությունները քննադատելով եւ այլ ցեվագերբումները ձախրելով։ Մամլո ասուլիսի ընթացքին Զախարովա դարագուսանք հայտնեց Փաշինյանի երրորդ երկիրներու մասին խոսքերուն եւ հայոց եկեղեցականներու մեջ KGB նախկին աշխատակիցներու հիշադակումին համար։ Ան նաև հարց տվավ, որ Փաշինյան այս հայտարարության մեջ սելակը որուն գուղ է, ով նկատի ունի։ Լրագրողի այն դիտարկումին, թե խոսքը եկեղեցականներու մասին է, Զախարովա ասավ. Այսինքն խոսքը ըստ երևույթին այն եկեղեցականներուն մասին է, որոնք ժամանակին եղած են KGB-ի գործակալներ։ Իսկ հիմա այս հոգևորականները հավանաբար չեն ենթարկվիր իր գամքին, գամ գտիմատրեն, գամ գփորձեն զինք խելքի բերել, ինչպես ինք կսե, գփորձեն զոհել Հայաստանի անկախությունը երրորդ երկիրներու շահերուն համար։ Զախարովը անդրադարձավ նաև Հայաստանի զարգացման եվրոպական ուղղության մասին Փաշինյանի հայտարարություններուն։ 11 մարտին Փաշինյան բոլսո մեջ նշած էր, որ երկիրը ամեն բարակայի պիտի շահի, եթե Եվրոպական միության անդամակցի։ Երբ մարդ մգսե, որ Եվրոպական միություն եթե ընդունին լավ է, իսկ եթե չընդունին դարձյալ պիտի հաղթեն, ուրեմն նման մարդիկ սովորաբար իրենց հետ ջադրակ խաղալու ադեն կհաղթեն, ըսավ Զախարովա եւ մատնանշեց Եվրոպական միության տնտեսական դժվարությունները, ներառյալ արդյունաբերական արդարության անգումը, պետական բարտկին աճը, քաղաքականներու ճգնաժամը եւ ուժանույթի բարձր սագերը։ Զախարովայի համաձայն այս բոլորը գաստեն քաղաքացիներու գենսամագարտակային վրա։ Երևանի եվրոպական չափանիշներ որտեքրելու սկտումը դարօրինակ կտվի նկատի ունենալով, որ Հայաստան չի մասնակցիր անոնց մշակման գործընթացին։ Նույն ադեն Եվրոասիական համարգման գարույցներու օրինակ Եվրոասիական տնտեսական միության եւ անկախ պետություններու համագործակցության շրջանագեն ներս Հայաստան լիարժեքորեն կմասնակցի որոշումներ տալու գործընթացին։ Հայաստանի տնտեսությունը, որ անցյալ տարի բահբանած է համաշխարհային միջինեն բարձր աճի չափը, ավելի քան 7.2%, մեծապես կապ ունի Եվրոասիական տնտեսական միության արևդրական տնտեսական հարաբերություններուն հետ, շեշտեց Զախարովը, ավելցնելով, որ Մոսկվայի համաձայն միաժամանակ թե եվրոպական եւ թե եվրոասիական ծրագիրներուն մասնակցելը անկարելի է։ Ասիկա քաղաքական որևէ քննադատանի չի վերաբերիր։ Ան Հայաստանի գերիշխան որոշումի հարցն է։ Ասիկա բարձաբես պաստի արձանագրություն է։ Գհուսան, որ Հայաստանի ղեկավարությունը պիտի շարունակի հարգել իր բարդավորությունները եվրոասիական շրջանագին մեջ կամ հստակորեն պիտի հայտնի իր դիրքորոշումը, եզրափակեց Զախարովը։ Ղարաբաղեն տեղահանված հայերու ընկերային տնտեսական ներառումի գործընթաց խորակիրով քննարկումին ընթացքին Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան հայտնեց, որ Հայաստանի մեջ կան Արցախեն տեղահանված 34576 անձեր, որոնք ստացած են Հայաստանի քաղաքացիություն։ Շուրջ 1000 թիմումներ, այսինքն հրամանակիրի նախագիծեր Հայաստանի նախագահի աշխատակազմի մեջ են, այսինքն օրերու ընթացքին 1000 անձի թիմումներուն եւս ընթացք կդրվի եւ կրնանք այս գործընթացը արագցնել, ըսավ Սարգսյան, որ նաեւ հայտարարեց, թե չեն ունեցած մերժումի բարակա, ինչ որ ցույց կտա Հայաստանի կառավարության հանձնարարությունը համարգումի գործընթացը ավելի արագ կատարելու։ Մենք ունեցած ենք տեղահանված 28000 անչափահասներ, որոնց մոտ 12000-ը արդեն ստացած է Հայաստանի քաղաքացիություն, նկատի առնելով ծնողներու քաղաքացիության ստանալու հանգամանքը, բացատրեց Սարգսյան։
Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան Տիմադդրյան կրարումով անդրադարձավ Հայաստան գտնվող արցախահայերու վիճակին, լուսարձակի տակ առնելով հատկապես անոնց, որոնք բնակարաններու եւ անկորձության մեծ հարցեր ունին։ Հակոբյան նշեց. 14 մարտին դեղի ունեցավ այս տարվան 4-րդ տեսակցությունը Արցախի մեր հայրենագիցներուն հետ, հերոսներու վերագանքնողական քաղաք Գետրոնին մեջ։ Այս կանի հանդիպումները արդեն իսկ բավական են դաժան իրականությունը արձանագրելու համար։ Արցախցիներու շուրջ 98%-ին համար բնակարանային խնդիրը գշարունակի մնալ անլուծելի, իսկ 80%-ը անկորձ է։ Մենք կփորձենք հնարավոր եւ երբեմն նույնիսկ անհնար բոլոր միջոցներով լուծումներ գտնել մարդոց խնդիրներուն, սակայն ակնհայտ է առանց pedagogan միջամտության եւ ընկերային ճիշտ քաղաքականության բազմաթիվ հարցեր բարձրապես լուծելի չեն։ Միաժամանակ այս դեսակցությունները բացահայտեցին նաև մեկ այլ կարևոր ճշմարտություն։ Նույնիսկ այս դաժան պայմաններուն մեջ արցախցիներու մեծամասնության կյանքը գշարունակվի կապված մնալ Արցախի հետ։ Հանդիպումներուն արդյունքով 55%-ը իր կյանքը կպատկերացնե միայն Արցախի մեջ։ 44%-ը միանշանակ կուզե վերադառնալ, բայց այսօր չի պատկերացներ ինչպես։ Եվ միայն 1%-ը գորոշե հաստատվել Հայաստանի մեջ։ Դժվար է խոսել երիտասարդի հետ, որ պատերազմներու ընթացքին գործընծուցած է իր հայրն ու եղբայրը, իսկ 2023-ի պատերազմին դարձած է հաշմանդամ։ Այս մարտիկը վիճակագրություն չեն, անոնք ճակատագիրներ են, անոնք ընտանիքներ են, անոնք կոդրված, բայց դակավին գանկնած մարտիկ են։ Եվ ամենայն կարևորը գիտեք որն է, անոնք միայն մեկ նպատակ ունին՝ դուն վերադառնալ։ Դուն որ խելեցին, դունը որուն համար վճարեցին ամենեն թանկ բանը, դունը որուն ցավը իրենց հետ կգրեն ամեն օր, եւ ի վերջո Արցախը չեն գործընծուցած բոլոր անոնք, որոնք կուզեն վերադառնալ։ Արցախը գործընծուցած են բոլոր անոնք, որոնք արդեն համագերբած են անոր գորուստին, նշեց Հակոբյան։ Բաքու վերապնակեցուցած է բնակրավյալ Արցախի խնաձախ քյուղը եւ հրաբարակած է քյուղի ազերբայջանցիներուն այսպես կոչված վերաթարցը պաստող լուսանկարներ։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկումը իրականացնող Monument Watch Organization գայքին համաձայն արբանյակային լուսանկարները կպաստեն, որ ազերբայջանցիները հուլիս 2025-ին ոչնչացուցած են քյուղին համաշխարհային երկրորդ պատերազմի եւ Արցախի պատերազմներու զոհերու հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Արցախի առաջին պատերազմի դարիներուն քյուղի պաշտպաններուն շիրիմները, որոնք գտնվին հուշարձանի տարածքին մեջ։ Ոչ միայն ոչնչացված է հուշարձանը, այլ նաև կատարված են հողային զգալի աշխատանքներ, ինչ որ ակնհայտորեն գերեվի, երբ հուշարձանին 2023-ի արբանյակային լուսանկարները կփախտատվին այսօրվան լուսանկարներուն հետ։ Ոչնչացված հուշարձանին դեղը կանգնեցված են քյուղին հնարած ազերբայջանական անունին ցուցանակը։ Համաշխարհային երկրորդ պատերազմին եւ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններով ոչնչացումը զինյալ հագամարտություններու ժամանակ մշակութային արժեքներու պաշտպանության մասին գխախտե Լահեի 1954-ի պայմանագիրի 4-րդ հոդվածին դրամատրությունները։ Գխախտե նաեւ Լահեի արտարադատության միջազգային դատարանին բարդատիր ուժ ունեցող 7 դեկտեմբեր 2021-ի որոշումները, որոնցմով դատարանը բարդավորվեցավ Ազերբայջանին թեմ ցերնարգել անհրաժեշտ բոլոր միջոցներու գանխելու եւ բաժելու վանդալության եւ բղզումի գործողությունները, որոնք գվերապերին հայկական մշակութային ժառանգության ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, դեսարժան վայրերով, գերեզմանատուներով եւ հին մշակույթի միջոցներով։ Հուշարձանին ոչնչացումը կխախտե միջազգային մարդասիրական իրավունքին 38-րդ, 39-րդ, 40-րդ եւ 41-րդ կանոնները, հաստատեց Monument Watch Organization-ը։ Հայաստանի արտարադատության նախարար Սրփոյի Քալյան հայտնեց, որ նոր սահմանադրության բնակիրեն անկախության հռչակագիրին հղումը հերացնել չհերացնելու հարցը սահմանադրական բարեփոխումներ ու խորհրդին քվեարկությամբ պիտի չորոշվի եւ ավելցուց, որ այդ հարցով որոշում տվողը ոչ թե խորհուրդն է, այլ իշխող ուժը։ Քաղաքական հանձնարարությունը կգրե իշխող խմբակցությունը եւ կառավարությունը, իսկ որոշումներ կայացնելու պատասխանատուն կառավարությունն է։ Ինչպես որ կառավարությունը որոշե, այդպես էլ կկատարվի։
Խորհրդի քվեարկությամբ շարք մասնակիտական հարցեր գորոշվին, բայց ես կգրկնեմ, որ նույնիսկ ես չեմ առաջնորդվիր այս բեմակրությամբ կամ դեսլագանով, որ խորհուրդը թեմ է որևէ դրույթի, ըսավ Քալյան, որոն համաձայն Սահմանադրական բարեփոխումներու խորհուրդը գարելիություն պիտի ունենա դիրքորոշում հայտնելու։ 4 տարի առաջ վարչապետին որոշումով գազմված այս մարմինին բարդականությունները հստակորեն ճշտված են նույն որոշումին մեջ։ Այնտեղ նշված է, որ խորհուրդը որոշումներ գուտա համախոհությամբ, իսկ անգարելիության բարակային քվեարկությամբ, շեշտեց նախարար Սրբուհի Քալյան։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի դեղակալ Ռուբեն Ռուբինյան 17 մարտին ընդունեց Հյուսիսային Եվրոպա Բալթյան երկիրներ համագործակցության նախարարություններու Արևելյան Եվրոպայի վարչություններու դնորենները եւ Հայաստանի մեջ հավատարմագրված տեսփանները։ Ռուբեն Ռուբինյան կարևոր նկատեց Եվրոպա Բալթյան Նորդիկ Բալտիկ երկիրներու հետ համագործակցությունը։ Քննարկվեցան նաեւ դարաշրջանային զարգացումներուն մասին հարցեր։ Հյուրերը հետաքրքրվեցան Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացով։ Թուրքիո Հատա նահանգի Իսկենդերունի Սրբոց Կարասնից մանգանց եկեղեցու մեջ դեղի ունեցավ 40 նահատակներու հիշադակի արարողություն Բոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի գլխավորությամբ։ Մաշալյան արարողութենեն յետք մատնանշեց միասնականության եւ համերաշխության կարեւորությունը, ընդգծելով համայնքներու միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նշենք, որ եկեղեցին վնասված էր 6 փետրվար 2023-ի բատմական մարաշի մեջ դեղի ունեցած երկրաշարժին ժամանակ։ Եկեղեցու անվանագոչության օրվան բادرակին մասնակցեցան մեծ թիվով մարդիկ։ Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիո Գեսարիա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ Սահակ arczepiskopos Մաշալյանի գլխավորությամբ դեղի ունեցավ միջինքի արարողություն։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով և թիմադեդրի էջով CZD ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Նատալին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։